Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանում Ալիևի հակահայ մեսիջներին ու զավթողական կոչերին մեծ թափով միացել են նաև հասարակական կազմակերպություններ, Միլի Մեջլիսի ակնհայտ հակահայ հայացքներով պատգամավորներ։ Գրանտակերներն ու պետական մակարդակով բյուջեից սնվող ադրբեջանական ՀԿ անդամները ջանք չեն խնայում պրոպագանդելու, որ վերադառնալու են իրենց ձևակերպմամբ արևմտյան Ադրբեջան։ Կեղծ քարտեզները շալակած դեսուդեն դեգերող հասարակական կազմակերպության ադրբեջանցիները շարունակում են աշխարհին մանիպուլացնել, մոլորեցնել, ցույց տալով, թե Հայաստանի տարածքներն իրենց են պատկանում։ Ադրբեջանական հակահայ տրամադրությամբ տառապող ՀԿ-ներին եկող տարի ավելի շատ ֆինանսավորում է հատկացվելու եւ առավելությունը կունենան այն կազմակերպությունները, որոնք արտասահմանում Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կկազմակերպեն, ինչպես նաև կներգրավեն արտասահմանյան կառույցների, պայմանով, որ յուրաքանչյուր քննարկում նվիրվելու է արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքներ վերադառնալուն։ Իրենց նպատակը մեկն է՝ Սյունիքը այս կամ այն կերպ վերցնել իրենց հսկողության տակ։ Հիմա կհաջողվի թե չէ, կախված է արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունից, եթե նա չի բողոքի այդ միջանցքի գոյությանը, ուրեմն կվերցնի, բայց այս պայդրությամբ ոնց որ թե նրանց մոտ կան դեռևս հարցեր ճանապարհի հետ կապված, եւ քան դեռ այդ հարցերը լուծում չեն ստացել, Զանգեզուրի միջանցքի ճանապարհը կարող է եւ չգործել։ Օրեր առաջ Երևանում էին Ադրբեջանից ժամանած ակտիվիստներ, ՀԿ ներկայացուցիչներ, որոնց մեջ էին նաև Արցախը ամիսներով բլոկադայի մեջ պահող կեղծ բնապահպանները։ Նրանք եկել էին իբրև թե Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին համերաշխ դարձնելու առաքելությամբ։ Հայկական կողմի հետ էլ քննարկում էին ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հարցը, որքան որ իշխանական թևը կողմ է ադրբեջանցիների Հայաստան գալուն, մերոնց Ադրբեջան վերադառնալուն ԿՊԱ-կաններ կան, որ չեն կիսում իրենց գործընկերների կարծիքը։ Ես պատրաստ չեմ, եթե անձամբ ինձ եք ասում, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, համաձայնեցված փաստաթղթում ստորագրված խաղաղության համաձայնագրում նախաստորագրված եւ ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա։ Վերադառնալ, չգիտեմ, կարող է 50 տարի հետո գան տուրիստական։ Ադրբեջանի Միլի Մեջլիսից Ոմն Հասան Գուլիև հայտարարել է, թե եթե Հայաստանն միջանցքի բացման մասին օպերատիվ որոշում չընդունի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը։ Ադրբեջանցին նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը։ Իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ վերահսկողությանը 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն։ Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի։ Իդեպ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչն է գաղտնազերծել Վաշինգտոնյան հանդիպումներից Թրամփ-Ալիև խոսակցությունից մի հատված։ Օգոստոսին Թրամփը Սպիտակ տան Օվալաձև սենյակում հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել եւ չի շարունակել հարձակումը Հայաստանի դեմ պատերազմում։ Ալիևը ասել է, թե իրեն պետք էր միայն այն, ինչ նրանք վերցրել էին։ Ալիևը հայտնել է, թե իրեն ավելի բան պետք չէր։ Եվ սա հրաշալի որոշում է, քանի որ առաջ գնալը Փաշինյանին կվիրավորեր միջազգայնորեն, սա պետական գործ չի, օրինակ է։ Վաշինգտոնյան նախաստորագրված եւ ստորագրված փաստաթղթերին քավոր կանգնած Թրամփը C5+1 ձևաչափով հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թրամփի երթուղին հնարավոր է դարձել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատմական համաձայնագրի շնորհիվ եւ հայտնել է, թե երթուղին Ադրբեջանն ու Հայաստանը անվանել են իր պատվին։ Թրամփը այդ երթուղին եւս մեկ անգամ միջազգային խաղաղության տանող ճանապարհն է անվանել, բայց նկատենք կեսբերան չի անդրադարձել Ալիևի օգոստոսի 8-ից հետո հակահայ եւ զավթողական հայտարարություններին։ Առաջիկա ամիսների ընթացքում հայ գերիներին ազատ արձակելու պատմական հնարավորություն կա, հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա աշխարհով մեկ սփռված հայերին, մասնավորապես 45 գիտնականի ու գործչի կոչ է արել մինչև հունվարի 31-ը Նոբելյան մրցանակի առաջադրել ԱՄՆ նախագահ Թրամփին, քանի որ Միջազգային իրավապաշտպանի գնահատմամբ Ադրբեջանն ըստ էության խոչընդոտում է այդ գործընթացին, շարունակելով Բաքվի բանտախցերում պահել հայ գերիներին։ Փիլիսոփայության գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանը նշել է, թե իհարկե կլինեն գիտնականներ, ովքեր կստորագրեն առաջադրման փաստաթղթի տակ, սակայն ինքը պայման ունի։ Նամակի մեջ անպայման նշել, որ Արցախը միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ Օկամպոն նաև կոչ է արել Ադրբեջանի նախագահին, շեշտելով, որ եթե նա իսկապես ուզում է աջակցել Թրամփին, ապա պետք է խաղաղություն կնքի Հայաստանի հետ, ազատ արձակի բոլոր գերիներին եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։
Առաջիկա 3 ամիսների ընթացքում մենք ունենք պատմական հնարավորություն օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին եւ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումը։ Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում եւ հայերը կարող են աջակցել նրա առաջադրմանը։ Ես ուստաշեմ թե դա Թրամփին կմղի այդ քայլին, եթե նա պիտի անի առանց դրա էլ պիտի անի։ Գիտնականներ կգտնեն, որոնք կվարկեն ինքս կարծում եմ, որ դա ոչ մի նշանակություն չի ունենա նրա համար։ Եթե կգտնվեն գիտնականների խումբ, որոնք կնշեն, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով չի պատկանում ադրբեջանականների հանրապետությանը, ապա ես կմիանամ դրա։ Բաքուն ու Երևանը դեռուն են անելիքներ խաղաղության պայմանագիր ստորագրելու սահմանների ճշգրտման, տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման եւ քաղաքացիական գործակցության խորացման ուղղությամբ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել կողմերին այս գործընթացում, այդ թվում 3 գումարած 3 ձևաչափի շրջանակում։ Ադրբեջանը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ դիրքորոշումն առաջարկում է պարզ եւ սկզբունքային հիմնված տարածաշրջանային գործակցության իրավական հիմքերի վրա։ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է ապահովել անարգել երթևեկություն Ադրբեջանի արևմտյան հատվածի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հաջիզադեն ասել է, որ միջանցքը չի ուղղված Հայաստանի ինքնիշխանության դեմ եւ ստեղծված է բացառապես տարանցիկ երթևեկության համար համաձայն միջազգային իրավունքին ու գործող համաձայնագրին։ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքում դրսևորած կառուցողական աշխատանքի համար Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի իր գործընկերներին։ Ռուսաստանցի պաշտոնյան հայտնել է, որ նոյեմբերի 6-ի գիշերը առաջին անգամ Ռուսաստանից Հայաստանի տարածք է մուտք գործել ցորենով բեռնված գնացք, որն անցել է Ադրբեջանով ու Վրաստանով։ Փոխադրումներն այս ուղղությամբ չեն իրականացվել ավելի քան 30 տարի։ Ադրբեջանական բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, այդ նպատակով Բաքուն սերտորեն գործակցում է թուրքական բանակի հետ, հայտարարել է Ալիևը։ Մենք պետությունը, ժողովուրդը եւ մեր զինված ուժերը մեր անվտանգության երաշխավորներն ենք, եթե որևէ մեկի հիվանդ մտքով երբևիցե անցնի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, կարծում եմ նա կզղջա, հավելել է Ալիևը։ Թրամփը Սպիտակ տնից ուղիղ եթերում հիշատակել է Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման թրիփ ուղու մասին։ Նա նշել է, որ այդ ճանապարհը այժմ կառուցվում է եւ անցնում է աշխարհի տնտեսապես ամենակարևոր վայրերից մի քանիսով, ինչը կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում եւ կօգնի կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։ Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կշահի խաղաղությունից, եթե օգտվի այս համաձայնագրով մեր ստեղծած հնարավորությունից, ասել է Թրամփը։ Ինչպես այն ժամանակ ասել էի, այս պատմական համաձայնագիրը ներառում է նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Սա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ պատվին եւ ես շատ եմ գնահատում դա։ Սա իսկապես մեծ իրադարձություն է նոր Թրամփի երթուղին միջազգային խաղաղության անունով։ Այդ ճանապարհն այժմ կառուցվում է եւ անցնում է աշխարհի տնտեսապես ամենակարևոր վայրերից մի քանիսով, ինչը կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում եւ կօգնի կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։ Ես լավատեսորեն եմ տրամադրված, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կշահի խաղաղությունից, եթե օգտվի այս համաձայնագրով մեր ստեղծած հնարավորությունից։ Ադրբեջանի նախագահ Ալիևը ցուցաբերել է պետական գործչի իսկական օրինակ, կանգ առնելով Հայաստանի դեմ ռազմական գործողությունները օկուպացված տարածքները վերադարձնելուց հետո, նշել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով օգոստոսի 8-ին կայացած հանդիպման ընթացքում Թրամփը հարցրել է Ադրբեջանի նախագահին՝ դուք հաղթել եք, ունեք մեծ բանակ, ինչու կանգ առաք։ Ադրբեջանի նախագահը պատասխանել է. ես պարզապես ուզում էի վերադարձնել այն, ինչ մեզանից վերցրել էին։ Ինձ ավելին պետք չէր։ Սա իսկապես գովելի առաջնորդության օրինակ էր, հավելել է Ուիթքոֆը։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպություն, որը 2008-ից 2014 թվականներին կեղծ փաստաթղթերի միջոցով Երևանի համայնքային հողեր է հափշտակել, գրավադրել տարբեր բանկերում եւ ստացված գումարները գործածել փողերի լվացման համար։ Ընդհանուր առմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 12 անձի նկատմամբ, որոնցից 7-ը ձերբակալվել են։ Քրեական վարույթը շարունակվում է։
Սրբույ Գալյանի խոսքով Սահմանադրության նոր տեքստի մշակման փուլում նախատեսվում են փոփոխություններ, որոնք միտված են իշխանությունների ապակենտրոնացմանը եւ զսպման հավասարակշռման սկզբունքների ամրապնդմանը։ Նախատեսվում է ուժեղացնել ազգային ժողովի դերը փոխել ընտրությունների կարգը հրաժարվելով կայուն մեծամասնության սկզբունքից եւ անհրաժեշտության դեպքում անցկացնել երկրորդ ընտրություններ։ Բացի այդ, ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կունենան նախարարների թեկնածուներին բաց նիստում հարցեր ուղղելու հնարավորություն։ Աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները փոփոխվում են, այսուհետ ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով, քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների ստաժը եւ սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկանքները կձևավորվեն ինքնաշխատ եղանակով, կպարզեցվի Ղարաբաղում աշխատած անձանց աշխատանքային ստաժը հաստատելու կարգը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի արխիվները հիմնականում չեն պահպանվել։ Փոփոխությունը նախաձեռնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1,734,247 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 0,8%-ով կամ 13,200-ով ավելի է։ Հայաստան ամենամեծ թվով զբոսաշրջիկներ ժամանել են Ռուսաստանից 713,479 քաղաքացի։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով երկրորդ տեղում կրկին Վրաստանն է, ապա Իրանը։ Մեր երկիրն ժամանել նաև Թուրքիայի 9,115 ու Ադրբեջանի 3 քաղաքացի։ Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է նոր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքումներ դնել հետադարձ հիփոթեք եւ կողակցի սեփականության իրավունք ինստիտուտները։ Դրանք հնարավորություն կտան կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրելու իրենց գույքը եւ դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ, առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում։ Քաղաքացիները կկարողանան իրենց գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտ, շարունակելով պահպանել ինչպես սեփականության, այնպես էլ դա օգտագործելու, այդտեղ բնակվելու իրավունքը։ Դատարանը Պեկնախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը 2 ամսով։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ։ ԱԱԾ-ի դեմքով ներկայացող կիբերհանցագործների թիրախում այս անգամ հայտնվել են նաև քաղաքասարակության ներկայացուցիչները։ Զղծարարները ֆիքսել են անգամ պետական կառույցների լրագրողական համայնքի ներկայացուցիչներին։ Խարդախները լավ նախապատրաստված են, լրջորեն ուսումնասիրում են մարդկանց անձնական, աշխատանքային, սոցիալական կապերը։ Հետո այս կամ այն մասնագիտական ոլորտում ճանաչում ունեցող ծանոթ մարդու անունով կեղծ օգտատիրոջ միջոցով WhatsApp-ով, Viber-ով մոլորեցնում են, թե իբր ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է տվյալ անձով։ Եվ ով խայծը կուլ է տալիս ընկնում է թակարդը։ Իրենց թիրախի մասին տեղեկություններ գտնում են Facebook-ից, Instagram-ից, ընտանիքի վերաբերյալ են սկսում հարցեր տալ, վստահություն են շահում ու անցնում սև գործին։ Այդ նախնական ծանոթությունից հետո կապ հաստատելուց հետո ասում եմ, որ քեզ գրում եմ, որտեվ բան ունեմ հայտնելու, մի խնդիր կա, մի հատ պատմություն առաջացել, որ ադրբեջանցիների հակերների հետ կապված ինչ-որ մի հատ խնդիր է, ԱԱԾ-ն է խառնված այս պատմության մեջ, բայց դու մի անհանգստացի, ոնց որ իրենք գիտեն, որ դու ոչ մի վատ բան չես անում, այսինքն ամեն ինչ նորմալ է, այնտեղ ասում են, որ գումարների ինչ-որ շրջանառության թեմաներ են, գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց հայաստանցիների ու հետո դրա հետևից ոնց որ ԱԱԾ-ն գալիս է։ Խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ասում է, իր անունով 20 հոգու ուղարկել են տարբեր բովանդակության նամակներ, հիմնականում լրագրողների, 2 ստեկ, սակայն գլխի են ընկել, որ մի բան այն չէ։ Եղել է, որ զանգել են ռուսալեզու ինչ-որ մարդիկ, խոսացող ինչ-որ մարդիկ են կապվել գործընկերներից եւ ըստ որոշ գործընկերներից ադրբեջանական ակցենտով ռուսախոս, այսպես հետո նաև հետաքրքրվել են արդյոք նրանք որոշ բանկերում հաշվի համարում են, թե ոչ, այդ դեպքում խորհուրդ են տվել նույնիսկ, որ գործընկերս կապ հաստատի բանկի հետ եւ տեղյակ պահի զգուշացի, որ այսպիսի բաներ են։ Այսինքն օգտագործում են իմ լուսանկարները,
իմ անուն-ազգանունը, բոլորի մոտ գրեթե այդ նույն հեռախոսահամարն էր։ Կեղծ էջ են բացել ու նամակներ ուղարկել փոխնախարարի անունից, նա սոցցանցի էջում է տեղեկացրել, հորդորել է չտրվել սադրանքներին ու չհավատալ։ Այս դեպքերը եզակի չեն, օրորի ավելանում են եւ լայն տարածում ստանում։ Կիբերխարդախները յուրաքանչյուրի հետ նոր հնարքների ու մեքենայությունների են դիմում, որ ավելի արժանահավատ Երևան։ Ինչ կանխարգելիչ միջոցներ է կիրառում ոստիկանությունը, թեև ասում են, որ ամեն բան ձեռնարկում են հանցավոր խմբերին բացահայտելու ուղղությամբ։ Այնուամենայնիվ մասնագետներն ասում են, դժվար է նրանց գտնելը, ըստ երևույթին նրանք Հայաստանում չեն գործում։ Ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենաներում ապօրինի պահում են զենք զինամթերք։ Խուզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում եւ 9 ավտոմեքենաներում։ Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաեւ թմրանյութ, կոկային, մարիխուանա եւ մեթադոնային լուծույթ։ 29 անձ ձերբակալվել է։ Նոյեմբերի 7-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, աշտարակապարան ճանապարհի Մուղնի թաղամասի հարևանությամբ բախվել են 2 Mercedes եւ Mitsubishi։ 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն, տեղում էին փրկարարության Աշտարակի շեջ փրկարարական ջոկատի շեջները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ժամանել են նաև ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը։ Նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 56 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է Chevrolet-ին, Vaz 2107-ին եւ Mercedes Sprinter-ին։ Տուժած չկա։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի պարեկները։ Քաղաքացիների խոսքով վարորդը ավտոբուսը կայանել է, իջել է գնումներ կատարելու, այդ պահին է հենց ավտոբուսն ինքնաբերաբար հետ ընթացել ու բախվել մեքենաներին։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Տեսլայի բաժնետերերը հավանություն են տվել Մասկի համար $1 տրիլիոն փոխհատուցման փաթեթին։ Մասկի փոխհատուցման ծրագիրը նախատեսում է ընկերության բաժնեթղթերով փուլային վճարումներ, եթե ընկերությունը հասնի որոշակի շուկայական կապիտալացման եւ գործառնական ցուցանիշների։ Առավելագույն վճարումը նախատեսվում է, եթե Տեսլայի շուկայական արժեքը հասնի $8.5 տրիլիոն մինչև 2035 թվականը։ Ֆիլիպիններում Կալմայեգի թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 188-ի, ավելի վաղ հաղորդվել է առնվազն 140 մարդու մահվան մասին։ Զոհերի մեծ մասը հայտնաբերվել են Սեբու նահանգում, ընդ որում եւս 135 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 96-ը տուժած, սակայն զոհերի թիվը կարող է աճել։ Ավելի վաղ Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանատունը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել խուսափել փողոց դուրս գալուց, ինչպես նաեւ ջրհեղեղների ու սողանքների ենթակա գոտիներ այցելելուց։ Մետայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Պալո Ալտոյում կառուցել է անլեգալ մասնավոր դպրոց իր դուստրերի եւ նրանց ընկերների համար։ Հեգնանքն այն է, որ դպրոցը կոչվել է Beacon Ben School, Ցուկերբերգի ընտանիքի հավիկներից մեկի անունով։ Դպրոցը պաշտոնապես գրանցվել է 2022-ին, բայց երեխաները հաճախել են այնտեղ ավելի վաղ։ Թաղամասի բնակիչները բողոքում են աղմուկից, շինարարությունից եւ իրավական խախտումներից, սակայն դպրոցը շարունակում է աճել, իսկ Ցուկերբերգը կարծես չի տեսնում խնդիր օրենքները խախտելու մեջ։ Ալբանիա-Հունաստան սահմանին գտնվող քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ սարդոստայնը՝ լի ավելի քան 111,000 սարդով, այն զբաղեցնում է 106 քառակուսի մետր տարածք։ Միստիեզերք մրցույթի ժամանակ գլխավոր մենեջերը հրապարակայնորեն վիրավորել եւ նվաստացրել է մեքսիկացի մասնակցուհուն, մեղադրելով նրան հովանավորչական միջոցառումը բաց թողնելու համար։ Ուղիղ եթերում նա աղջկան անվանել է հիմար եւ հրամայել անվտանգության աշխատակիցներին հեռացնել նրան դահլիճից։ Մասնակիցները ոտքի են կանգնել եւ լքել դահլիճը ի նշան համերաշխության։ Ավելի ուշ գլխավոր կազմակերպիչը ներողություն է խնդրել վիրավորական խոսքից հետո։